Մասնագիտություն։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, նաև հանրային ռադիոյի կայքում YouTube-յան էջում մեզ հետևողներ, այսօր ներկայացնելու ենք մի մասնագիտություն, որը ինչ ասեմ, թե արվեստ է, թե գրականություն է, թե այսպես այդ մասնագիտությունը կարելի է այսպես բնութագրել շատ բառերով, թե որն է այն նախ լսենք իմ գործընկեր Իզաբելլա Գրիգորյանին։ Նրանք գրագետ են, ունեն հարուստ բառապաշար, հիանալի հիշողություն և վերլուծական մտածելակերպ։ Գերազանց տիրապետում են թե մայրենի, թե օտար լեզուների, դառնալով միջմշակութային հաղորդակցության միջնորդ, տրամադրելով որակյալ և համարժեք թարգմանություններ։ Այս մասնագիտության կարևորությունն ու անհրաժեշտությունը եղել է բոլոր ժամանակներում։ Անչափ հետաքրքիր մասնագիտություն, որը դարեր ի վեր քաղաքակրթությունների և մինչանցնային հարաբերությունների լավագույն հիմքն է դրել։ Հնարավորություն տվեր թարգմանելու աշխարհի ամենատարբեր գիտական աշխատություններն ու գեղարվեստական գրքերը, ծանոթանալու ամբողջ աշխարհին, ազգերին, մարդկանց, տարբեր մշակույթների, ավանդույթների, սովորույթների, ստեղծելով կամուրջ տարբեր ժողովուրդների միջև։ Թարգմանությունը կատարում է առանձնահատուկ դեր ամենատարբեր ոլորտներում։ Հետևաբար թարգմանաբանության ոլորտում ամբողջական և խոր գիտելիքով զինված, բանիմաց և գրագետ մասնագետների անհրաժեշտությունը եղել է բոլոր ժամանակներում։ Իմ զրուցակիցը արձակագիր, թարգմանիչ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի անգլերենի թարգմանության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, լեզվաբանության պրոֆեսոր Դիանա Համբարձումյանն է։ Բարև Դիանա։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Այս կոչումները լավ են, բայց իհարկե Դիանան առաջին հերթին արձակագիր է եւ թարգմանիչ, չէ՞, Շնորհակալ եմ, ինչպես ընկալում է։ Եվ ես մտածում եմ, որ այդ թարգմանություն ես մասնագիտությունը նկատի ունեմ, որ իհարկե շատ բարդ մասնագիտություն է, հատկապես ես մտածում եմ, ասենք գեղարվեստական գրականության թարգմանության հարցում, գուցե տեխնիկականը այդքան դժվար չի, չգիտեմ։ Այնտեղ իհարկե տերմիններն են, որ ասենք այնտեղ բազմաթիվ տերմիններ կան, որ գուցե ասենք հայերենում չկան, պիտի փոխառել, թե նույնը թողնել, երևի այս խնդիրները կան, բայց ասենք գեղարվեստական գրականությունը շատ բարդ է թարգմանել այն առումով, որ հեղինակները ունեն իրենց ոճը, չէ՞, իրենց բառապաշարը եւ այդ ամենը դարձնել հայերեն, որ այդ հեղինակի, ասենք, ոճը զգացվի եւ այլն, շատ բարդ է։ Այո։ Ու այդ թարգմանություն կարելի է սովորեցնել մարդուն։ Մենք մտածում ենք, այ լեզու կարելի է սովորեցնել, ասենք լեզու, բայց թարգմանություն ո՞նց եք սովորեցնում։ Հիմա կխոսեմ, շնորհակալ եմ հրավերի համար, հրաշալի հարց եք բարձրացնում։ Այո, կան թարգմանության տարբեր տեսակներ, իմ սիրելին իհարկե գրական գեղարվեստական թարգմանությունն է, բայց իհարկե կան այլ թարգմանություններ, փաստաթղթային թարգմանություններ են, դրանք հիմնականում կարող են լինել օրինակ տեխնոլոգիական այսօր աշխարհի շուրջ գրված տարբեր հոդվածներ են թարգմանվում, ավելին ասեմ, ես տարիներ առաջ թարգմանել եմ Եվրադատարանի այո նյութերը եւ այնտեղ իհարկե քո անազգանունը որպես թարգմանիչ չի գրանցվում, բայց ես հիշում եմ, թե ինչերի միջով անցա ձեր նշած բոլոր եզրերը, այո, եզրերը թարգմանելու, ճշգրտելու, ինքդ պիտի առնվազն իրավաբան լինես, դատավոր լինես, իրավաբանական կրթություն ունենաս, շատ բարդ է, եթե չունես այդ ամենը։ Այսինքն ցանկացած օրինակ նաև ժամանակին շատ տարիներ առաջ բժշկական ոչ պետական բուհում ամբիոն եմ ղեկավարել, այնտեղ նույնիսկ բժշկական եզրերի թարգմանության խնդիրներ եմ առաջադրել եւ օգնել ուսանողներին, եւ իհարկե ցանկացած թարգմանություն լինի դա, չգիտեմ, քաղաքական տեքստի թարգմանություն, քաղաքագիտական տեքստերի թարգմանություն, տեխնիկական, օրինակ ինժեներական տեքստեր լինեն, բժշկական տեքստեր լինեն, բոլորն ունեն իրենց ներբությունները եւ բնականաբար դժվարությունները թարգմանելու, բայց բոլորն էլ հաղթահարելի են։ Այսօր Բրյուսովի համալսարանում իհարկե այդ բոլորը ուսանողները բոլորը ուսուցանվում են ժամանակյա թարգմանություն։ Այո, համաժամանակյա կա եւ այլն։ Ես այսօր այստեղ եմ, որպեսզի սիրով խոսեմ, ինչպես դուք ասացիք, աներևակայելի մի բանի մասին, որն է գրական թարգմանությունը,
Գիտեք, այո, ինչպես կարծես թե անհնար է սովորեցնել գրել ստեղծագործություն որևէ վեբ լինի, վիպակ լինի, պատմվածք լինի, այսինքն գրական գործ գրել եւ գրող դառնալ, կարծես այսօր սկսել են այդպիսի գրքեր գրել, ինչպես դառնալ գրող, ինչպես գրել վեբ, ինչպես պատմվածք, բայց ինձ համար զավեշտ է դա, ու կարծես այդ նույն շրջանակի մեջ կարող ենք տեղավորել ինչպես դառնալ թարգմանիչը, որը էլի ինչպես դուք նշեցիք, այո, գրական թարգմանիչ ինչպես դառնալ, որ կարող է այո ոմանց մոտ քմծիծաղ առաջացնել, ոմանք թերահավատ կարող են վերաբերվել թերահավատորեն, բայց անհնար ոչինչ չկա, անհնարին չէ սովորել ցանկացած բան սովորելու հենք ունի եւ ես ինքս գրական թարգմանություն չեմ անցել Բրյուսովի ինստիտուտում, այն ժամանակ ինստիտուտ էր, բայց անցել եմ թարգմանության տեսություն։ Երբ դու տեսաբան ես դառնում քիչ թե շատ, գիտես այդ օրենքները, այ դուք նշեցիք, որ ինքը թարգմանությունը արվեստ է, բայց ես կասեի նաեւ գիտություն է ի վերջո, որովհետեւ թարգմանաբանություն գոյություն ունի, իսկ թարգմանաբանությունը ինքը արդեն գիտություն է, որը իհարկե միջգիտակարգային գիտություն է, այնտեղ կարող եք գտնել լեզվաբանություն, գրականագիտություն, վերջին մի քանի 5-6 տասնամյակներում նույնիսկ նշանագիտություն, որը բանասիրական, լեզվաբանական, գրականագիտական նշանագիտությունն է, ավելին ասեմ, նույնիսկ փիլիսոփայություն կարող է լինել, այս բոլորը եթե խաչվում են մեկ գիտության մեջ, անշուշտ ուսուցանվող գիտություն է, ինչպես բոլոր գիտությունները, իր ունի առանձնահատկությունները եւ դժվարությունները, բայց եթե մի բան կարելի է սովորել, կարելի է ուսուցանել եւ սովորել, ուրեմն այդ տեսությունից դեպի գործնական առաջադրանքների կատարում կես քայլ է կամ մեկ քայլ է։ Տեսությունը քեզ ամուր է դարձնում որպես թարգմանիչ, եթե դու թարգմանաբան ես նաեւ, որպես գործնական գրական թարգմանությամբ զբաղվող մարդու, ասեմ, դուք գիտեք ինչ գրքեր եմ թարգմանել, ինչ հեղինակների եւ բոլոր դեպքերում երբ սկսում ես թարգմանել, տեսությունը ամուր հիմք է, բայց մոռանում ես այդ տեսությունը։ Ընթացքի մեջ չես կարող ասել, ես պիտի հիշեմ, որ այստեղ օրինակ տարբերակային համարժեքը պիտի գործածել եւ ոչ թե օրինակ հաստատուն համարժեքը։ Այստեղ կարող եմ գործածել օրինակ տիպվածային համարժեք, այսինքն ինքս մոգոնեմ, ինքս ստեղծեմ ըստ համատեքստի ինքս որոշեմ եւ ոչ թե բառարանը ինձ օգնի, նույնիսկ եթե այն 10 արժեք է, բազմիմաստ բառ է օրինակ եւ 10 իմաստներն էլ բառարանը քեզ տալիս է, բայց դու ասում ես ցտեսություն, մի կողմ եմ դնում բառարանը եւ գտնում եմ հենց ինձ պետքական այն բառը, բառակապակցությունը, որը այս համատեքստում ճիշտ եւ հարիր եւ համարժեք կհնչի։ Սա է գրական թարգմանությունը, այո, ստեղծագործական միտք է պահանջում պարտադիր պահանջում է գրողական նկրտումներ գոնե եթե ոչ գրող։ Ես միշտ հենց ասում եմ գրողական նկրտում, հիշում եմ, որ շատ մեծ թարգմանիչներ, գոնե Շեքսպիրի թարգմանիչները, Խան Մասեյանը ինքը գրողական նկրտումներ չունեցող մեկն էր, բայց չափազանց տաղանդավոր, եթե չասենք հանճարեղ թարգմանիչ, Շեքսպիրյան գործերի այսպես հրաշալի թարգմանությունը մենք պարտական ենք, իհարկե իրենց հետո էլ եղան թարգմանիչներ, օրինակ Խաչիկ Դաշտենցը հրաշալի թարգմանիչ, բայց Խան Մասեյանի թարգմանությունները անմահ են Շեքսպիրյան թարգմանությունների մասին եմ խոսում։ Եվ ինչն է գաղտնիքը հավանաբար ստեղծագործելու ունակությունն է, որը բոլորին տրված չէ դարձյալ ստեղծել, որովհետև թարգմանել նշանակում է վերստին ստեղծել այդ գործը, պարզապես այլ լեզվական պատճուճանքով, այլ լեզվական պատմուճանով, ասեմ, այլ լեզվով, իսկ այդ բոլորը, որոնք կոդավորել է որևէ գրող, ապա կոդավորել մեծ տքնանքի կամ մեծ ստեղծագործական լիցքի հետևանք կամ արդյունք կարող է լինել։ Դե մենք կվերադառնանք ձեր թարգմանություններին նաև, բայց հիմա որ ընդունվեցին ձեր համալսարան, ասենք, ովքեր ուզում են դառնալ թարգմանիչ։ Այո։ Հիմա բացին որ լեզուն տիրապետեցին, ասենք անգլերենը, ասենք ինձ անգլերեն, լավ տիրապետեցին լեզուն։
Հետո ինչ են սովորում, գիտության մասը, որ ասում եք։ Երկուսն էլ պարտադիր եւ տեսություն են անցնում գրական թարգմանության տեսություն էլ առանձին եւ ես վերջին տարիներին երևի վերջին մի 5-8 տարիներին նաեւ թարգմանաբանություն եւ նշանագիտություն այդ միջգիտակարգային խնդիրներն եմ սովորեցրել կամ ընտրական իհարկե դասընթացի միջոցով մագիստրոս ուսանողներից, բայց նաեւ զուտ գրական թարգմանության տեսություն եմ դասավանդել, բայց իմ գործի անունը հիմնականում գործնական գրական թարգմանություն դասավանդելն է։ Ես այսպիսի մի յուրատեսակ մոտեցում եմ, կարծում եմ, այսպես ոչ թե ինքս ինձ մեծարելու համար եմ ասում, այլ ինքնին այդ մոտեցումը յուրատեսակ է, թե ուրիշ մեկը աներ, նույն կերպ ես կգնահատեի նրա արածը, ուրեմն ինքնատիպ է կամ յուրատեսակ է նրանով, որ ես որոշել եմ, եթե իմ անգլերեն սովորած ուսանողները, որոնք հասել են 3-րդ կամ 4-րդ կուրս, առավել եւս եթե նրանք արդեն մագիստրոս ուսանողներ են, ապա մենք այդ քիչ բախտավորներից ենք կամ եզակի բախտավորներից ենք, որ ոչ միայն լեզվակիր է գրեթե դառնում անգլերենի իմաստով, այլև կարող է իրեն թույլ տալ առաջին ընթերցողը լինել, օրինակ Բուքերան մրցանակակիր որևէ գրողի այս տարվա կամ 5 տարի առաջվա կամ Նոբելյան մրցանակակիր որևէ գրողի եւ իհարկե Փուլիցերյան մրցանակ։ Իմ ուսանողների հետ հանդիպմանը դուք բոլորի պատասխանը կլինի, կարծում եմ սա, որ մեր ընթացները մեզ հնարավորություն են տալիս գրական թարգմանության, գործնական թարգմանության մասին եմ ասում, մեզ հնարավորություն են տալիս ոչ միայն ուղղակի գրական գործ թարգմանել, այլ թարգմանել ժամանակակից գրողներին, աշխարհում արդեն մեծ ճանաչում ունեցած այն աստիճանի, որ ստանում են ամեն տարի, այսինքն 2000 թվականից սկսած մինչև 2025 թվականը, վերջին 20-25 տարիներին, ովքեր վաստակել են մեծ անուն եւ համարում ունեն, հեղինակություն են որպես Բուքերան մրցանակակիր, որպես Փուլիցեր մրցանակակիր, առավել եւս եթե Նոբելյան մրցանակակիր էր, ընդ որում այդ մրցանակակիրները բոլորը պիտի լինեն ուղակի անգլերեն գրողներ, կարող է լինել, չգիտեմ, արաբ կամ Աֆրիկայում ծնված մեկը կամ Ֆրանսիայում ծնված մեկը, բայց գրում է անգլերեն։ Նույնիսկ հայ, օրինակ մեր Փուլիցերյան մրցանակակիրը Ամերիկայում Փիթեր Բալաքյանը, գիտեք, որ այնտեղ ծնված մեծացած, դրա համար քաղաքացի է, իսկ Փուլիցերյան մրցանակը միայն ստանում են ամերիկյան քաղաքացի գրողները։ Եվ բախտավորություն ունենք, որ ինքը Փուլիցերյան մրցանակ ստացավ, եւ ես 2 տարի առաջ առցանց իմ ուսանողների եւ Փիթեր Բալաքյանի հետ հանդիպում կազմակերպեցի, նա շատ ողջավորված էր այդ հանդիպմանը, շատ լավ ընդունեց մեր նվերը, այսպես կոչված մեր ուսանողներից թարգմանությունները բնականաբար, որոնք մենք սիրով նվիրում ենք այն բոլոր բանաստեղծներին կամ արձակագիրներին, որոնք իմ ուրեմն առարկայի շրջանակներում, առարկայական նկարագրի մեջ ներգրավվում են եւ անպայման աշխատում ենք։ Ես ասեմ, որ հայ ժամանակակից գրականությունը պարտադիր իմ ուշադրության կենտրոնում է, ոչ միայն դասականներ ենք թարգմանում, Հրանտ Մաթևոսյան, արդեն դասականի համարում ունեցող Լևոն Խեչոյան, բանաստեղծներից արդեն Հովհաննես Գրիգորյան եւ այլև այսօր իմ կողքին ապրող մարդիկ, օրինակ 2 ամիս առաջ կարծեմ թե մենք մեծ շուկով նշեցինք ուրեմն Հովիկ Հովեյանի բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը մեր բուհում, ճիշտ է այդ պահին մեղավորը ես էի ամբողջը թարգմանել եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տպագրվել էր, բայց դրանից առաջ ես մեծ հանդիպում էի կազմակերպել Հովիկ Հովեյանի հետ, որի բանաստեղծությունները թարգմանել էին իմ անցյալ տարվա ուսանողները։ Դիանա, որպես ասենք այն հին սերնդի ներկայացուցիչ, որ ես ասենք խորհրդային միությունում եմ ապրել կյանքիս կեսը երևի ավելին, Ես նույնպես։ Ու այն ժամանակ մենք հիմնականում ասենք բոլոր այդ դասական գլուխգործոցները ամերիկյան եւ այլն կարդում ենք հիմնականում ռուսերեն, ասենք հայերեն այդքան չկար։ Այո, ճիշտ է։ Ու անգլերենն էլ այդքան տարածված չէր։ Մենք չնայած ես անգլիական թեկնով դպրոց եմ ավարտել, ես ընդհանրապես եմ ասում, որ անգլերենի իմացությունը այդքան չէ։ Այո, ռուսերենն էր շատ տարածված, ճիշտ է։ Ու այդ խնդիրը մենք ունեինք, որ հայերեն թարգմանվեն այդ Այո։
Այսօր այդ խնդիրը բայց կարծես լրիվ չի վերացել։ Մենք ինչ է թարգմանիչների պակաս ունենք, թե ինչ ունենք, թե պատվեր։ Չեմ կարծում, որ երբևէ կլինի մի ժամանակ կհասնենք մի տեղ, մի ժամանակի, որ այդ խնդիրը այլևս չի լինի։ Գիտեք, որովհետև ինքը մեծ ինդուստրիա է, եթե այս բառը թույլ տակ օգտագործել, այսինքն գրական աշխարհը շատ արդյունավետ է աշխատում ամբողջ աշխարհում, առավել եւս անգլագիր գրական աշխարհը։ Մենք գիտենք ինչքան շատ են գրում անգլերեն են մարդիկ, նույնիսկ որոնք ծնվում են Գերմանիայում, Ֆրանսիայում, նույն Հայաստանում մարդիկ կան, որոնք ուզում են, որովհետև գիտեք, չմոռանանք, որ Նաբոկովը ռուսերեն գրեց, դարձավ հայտնի, բայց գնաց Ամերիկա, սկսեց անգլերեն գրել իր վեպերը, եւ Լոլիտայով դարձավ նա հայտնի։ Տարօրինակ է, որ ինքն էլ թարգմանում էր իր գրքերը, եւ այդպես շատ ունենք գրողներ, որոնք ֆրանսերենից անգլերեն են թարգմանում, անգլերենից ֆրանս, իրենք եթե իհարկե, օրինակ Բեքեթի շատ հայտնի օրինակը, մարդը գրում էր անգլերեն, սկսեց թարգմանել իր վեպերը ֆրանսերեն, հետո սկսեց ֆրանսերեն վեպեր գրեց, ֆրանսերեն վեպերը թարգմանում էր անգլերեն, բոլորին տրված չէ իհարկե այս տաղանդը եւ լեզվակիր լինել եւ պոլիգլոտ լինել, այսինքն բազմալեզու ստեղծագործող լինել, ինքն էլ քեզ թարգմանես, բայց ընդհանրապես եթե ունենք այդ խնդիրը միշտ կլինի։ Մենք փոքրածու լինելով շատ մեծ քանակությամբ գրական այնել թարգմանիչներ չենք կարող ունենալ, բայց որ այսօր շուկայում գործող գրական թարգմանիչներ կան եւ լուրջ գործ են անում, մեկը մի քիչ ավելին կարող է, ավելի տաղանդավոր է, մեկը պակաս տաղանդավոր է, մեկը ավելի բեղմնավոր է աշխատում, մեկը ավելի երբեմն է օրինակ ներկայացնում իր թարգմանությունները, բայց միևնույն է դաշտում գործող թարգմանիչներ կան, գնահատելի գործ են անում։ Մի քիչ ցանկալի է, որ խմբագիրները ավելի լավ աշխատեն, որտեղ ես էլ եմ նկատում աչուձախել ականջս լցվում է այստեղ այնտեղ այս ինչ թարգմանությունը շատ հումեր, լավ խմբագրված չէր եւ այլն, թարգմանիչը դեռ խմբագիր չէ, պետք է լավ աշխատեն։ Հրատարակիչներն ու խմբագիրները լուրջ գործ ունեն, որ ընտրեն գործերը եւ պատվեր տան։ Այո, այդպես է լինում է։ Ժամանակին ես օրինակ երբ ինքս նոր էի սկսում 2000-ականների սկզբին, ես ինքս էի ընտրել իմ ֆոլքներին, որովհետեւ նաեւ իմ գիտական հետաքրքրությունների շրջանակում է։ Այն ժամանակ ոչ, ամենևին ոչ, երբ նույնիսկ ասեմ ժամանակին մենք հեղինակային իրավունքի հարցեր չէր դրվում։ Ինչ թարգմանում էինք, հրատարակիչները խմբագրել տալիս էին, ենթադրեն լավ թարգմանություններ քիչ էին խմբագրում, վատ թարգմանություններ շատ էին խմբագրում եւ այլն, եւ տպագրում էին փոքրիկ շատ չնչին հոնորարներով։ Այսօր եւ կարծում եմ հոնորարներն են լավը եւ խմբագիրներն են լուրջ ավելի պրոֆեսիոնալ են եւ շուկան էլ պարտադիր աշխատում է հեղինակային իրավունքով պարտադիր։ Օրինակ, երբ ես 2015-ին առաջարկ ստացա Անտարես հրատարակչությունից վերահրատարակել իմ թարգմանած դեռ 2000 թվականին լույս տեսած Ուիլյամ Ֆոլքների Սարտորիս վեպը, մենք միանգամից դիմեցինք հեղինակային իրավունքի, բարեբախտաբար ստացանք եւ վերահրատարակությունը 15 թվականի Սարտորիս վեպի բավականին լավ պոլիգրաֆիայով եւ ներկայանալի մի գիրք ստացվեց։ Դիանա, հիմա հրատարակիչները պարզ է առաջին հերթին մտածում են, որ դա վաճառվի, պարզ է։ Դա էլ է, հա, դա գիրքը ի վերջո ապրանք է նաեւ։ Վերջի հրատարակիչները պիտի իմանան, այսինքն իմանան ինչ կա աշխարհում։ Դե գիտեն, այսօր հա, չէ, անշուշտ գիտեն։ Ես ասում եմ նրան, այո, շնորհակալ եմ, մտքովս չի անցել, եթե դիմեն սիրով օգտակար կլինեմ, եթե ինչ որ իմ անգլերենի իմացությունը եւ անգլերեն ընթերցելու իմ ունակությունը գնահատելու, գրող լինելու, թարգմանիչ լինելու իմ ունակությունները ուզեն օգտագործել, ես սիրով պատրաստ եմ, բոլորն էլ ճանաչում են ինձ, մեծ մասամբ այսօր գրահրատարակչական շուկան ճանաչում են ինձ։ Այս վեպը արժի, որ անպայման թարգմանիչ, սա արժի։ Այո, երբեմն իհարկե հարցեր եղել են, հիմա պարտադիր չէ զրույցների մասին խոսեմ, բայց ես գոհ եմ, որ կարծես թե դաշտում ինչ գործ անում են, վատ գործ չէ, այսինքն միակ իմ վերապահումն է, որ իմ ձեռքն էլ երբեմն ընկնում են գրքեր, որոնք խմբագրման խնդիր ունեն, ընդհանրապես դա է, ես կուզեի, որ մեր հայերենը հնչեր
անսխալ եւ նույն պերճանքով ու շուքով եւ թշվառության հատիկ չլիներ եւ որովհետեւ աշխարհահռչակ գրողների են թարգմանում ըստ արժանվույն հնչեր ընդհանրապես սա է թե չէ ես վերջին տարիներին գրական շատ լուրջ համարում ունեցող գործեր չեմ թարգմանել միայն 19 թվականին Նյումեկ հրատարակչությունը ինձ առաջարկեց թարգմանել Paul Ignatius-ի մեր շատ մեծահամբավ ազգականի գիրքը, որը կոչվում էր ես այն ժամ իմացա կարծեմ այսպես էի թարգմանել վերնագիրը եւ ես կարծում եմ որ նմանատիպ գրքերի գոյությունն էլ որովհետեւ ցավոք սրտի վերջերս 100 եթե ճիշտ եմ հիշում 103 տարեկանում վախճանվեց ընդամենը Paul Ignatius-ը եւ նրա որդին David Ignatius-ը Washington Post-ի շունակակիրներից է ինձ համար մեծ պատիվ էր որ լույս տեսավ 2019-ին շատ մեծ շուկով նշվեց այստեղ ներկա էր նաև David Ignatius-ը եւ այսպես խոսք հնչեցրի ես եւ այլն ուզում եմ ասել նմանատիպ գրքեր որոնք մեզ հայ մնալու հայապահպանության հայի տեսակով հպարտանալու այն ժամանակների երևի անցյալ դարի կեսերի այսպես երկրորդ թե երրորդ անձներ Միացյալ Նահանգներում դրա համար այն նմանատիպ իրենց հիշողությունները ինչու ոչ նաև բավարարագրական որոշ պատառիկներ, որոնք այսպիսի գրքերում, կենսագրական գրքերում հայտնվում են, արժե դրանք թարգմանել եւ իհարկե Արցախյան պատերազմին առնչվող մի վեբ կար, որը ես թարգմանել եմ հայերենից անգլերեն, դարձյալ 19 թվականին հիմնականում ինձ հուզում էր հենց մի մոտ մի 100 էջ պարունակությամբ այդ հայերենից անգլերեն ձեզ համար թե անգլերեն բարդ է իհարկե հայերենից անգլերենը բոլորը անշուշտ քո մայրենին դեպի մայրենի բերել դու լողում ես կարծում ես դե համենայն դեպս այսպես ես ինձ շատ լավ եմ զգում հայերենի մեջ թող չգիտեմ մեծամտություն չլինի բայց ինձ շատ սիրելի եւ շատ արժանավոր մարդիկ են նշում հայերենի իմացության եւ չգիտեմ հնչողության մասին բայց այդ չի որ եթե դու տքնես ապա անգլերենն էլ կարող ես հաղթահարել անշուշտ լավ խմբագիր ունենալուց հետո, բայց մի փոքրիկ միջադեպ պատմեմ, երբ Հովեանի բանաստեղծությունները վերջերս թարգմանեցի, ասացի 25 թվականին լույս տեսավ Միացյալ Նահանգներում, առաջին բանը, որ ինձ շատ հուզեց, դա այն էր, սկզբից խնդրել էի, որ անպայման իրենց խմբագիրը նայի, ինձ հետ կապվի, ամիսներ շարունակ ոչ ոք չէր կապվում, մի օր հարցրեցի պարոն Հովեան ժպտերես, ասեց, գիտես, այս զրույցը ուզում էի անել շնորհանդեսին, թեպետ շնորհանդեսին էլ այդ զրույցը եղավ եւ հնչեց ասաց որ երբ նրանք ծանոթացան քո թարգմանություններին այն էլ բանաստեղծություն դուք գիտեք որ ես արձակագիր եմ ինձ համարում դեպից վերջին տարիներին որոշ ժողովածու եմ նույնիսկ պատրաստել բանաստեղծական բայց ամեն դեպքում շատ մեծ պրոֆեսիոնալիզմ է պահանջում պոետական հանգը չափը թեպետ Հովեանը չի գրում ոչ այդ պոետական հանգով ոչ չափով բայց ռիթմ ունի բառուբանը իր ահավոր բարդ է հայերենը իր ովքեր գիտեն Հովեանի բանաստեղծությունը նրանք միշտ զարմացած ասում են կարելի է դա թարգմանել ընկալելը նույնիսկ բարդ է հիմա ոչն է այդ մարդու եւ ես կարծում եմ որ ինձ համար շատ մեծ գովեստ էր երբ ասում են գիրքը տվեցին որ խմբագիրը կարդացել են անգլերեն է գրել ինձ համար դա շատ մեծ գովեստ է այսինքն այնպես է հնչել որ մի տառ նույնիսկ չեն փոխել հետո Հովանավորը որը այդ գրքի Հովանավորը նաև ներկա էր Միացյալ Նահանգներից եկել էր Երևան եւ այստեղ շնորհանդեսին ներկա էր Բրյուսելի համալսարանում նա նույնպես խոստովանեց այս նախադասությունը հնչեցրեց որ եւ ի շնորհակալություն այսպես ասած իմ գործի գրքի կազմի վրա նույնիսկ գրել էին թարգմանիչը Դիանա Համբարձումյան translation by ես իհարկե այդպես որպես սիրող եմ ասում մասնագետ չեմ օրինակ ես մի մտածում օրինակ Տերյան երևի հեշտ է թարգմանել Թումանյան դժվար ինչ առումը որ ասենք նա մաքուր այս գրական հայերեն է չէ ասենք բառերը դե Թումանյանը ավելի այնպես ժողովրդական բառերով այ անգլերենում է ինչպես է հետարքիր է այդ գրողները
բոլոր այդ մաքուր անգլերեն չեն գրում։ Չէ, անշուշտ, չէ։ Ու այդ համը հոտը բերելն է երևի շատ դժվար։ Անշուշտ շատ դժվար է։ Տարբեր ոճեր կան։ Անգլերենը զերծ չէ այդ ժողովրդական բառուբանից խոսակցական շերտի բառեր ունի։ Իհարկե բարբառներ կան, որոնց տիրապետելը շատ բարդ է, անշուշտ։ Մենք հայերենով բարդ է մեզ համար Սյունիքի բարբառով է գրվում, թե Լորվա բարբառով է։ Նույնն էլ անգլերենում է տարբեր նահանգներում։ Անշուշտ, երբ ես առաջին անգամ ֆոլքների Սարթորիսը էնել, որ դա ամենաբարդ վեպը չէ, այսինքն Աբիսողոմը չէ, ոչ էլ Շառաչև Ցասուն վեպն է, որը գիտակցության լուրջ, գիտակցության հոսքով գրված վեպեր են դրանք, բայց այստեղ էլ կա բնականաբար շատ հատվածներ կային, որ շատ բարդ էր, երբ ես առաջին անգամ են տոտիկ անելով թարգմանում էի, ես հասկացա, որ դու նախ ֆոլքներագետ պիտի լինես, նրբություններին ծանոթ լինես ֆոլքների, ոճին ծանոթ լինես, ավելին, երբ դու կարդում ես նրա խոսակցական շերտի երկխոսությունները կամ մենախոսությունը, որը շատ տարածված բան է, տեխնիկա է, գրական տեխնիկա է ֆոլքների մոտ, ներքին մենախոսությունները եւ երկխոսությունները, դու եթե չհասկանաս էությունը ասելիքի չմբռնես, դու բարբար գտնելով, բառարան փնտրելով զավեշտալի իրավիճակում կհայտնվես։ Ես հիշում եմ Սարոյանի բնորոշումը, որ ինքը հայերեն չէր կարողանում այդպես ասի, շարժումով արեց, որ հայմատում էր Հեմինգուեյին ֆոլքներին, շատ հետաքրքիր ասում էր, եթե Հեմինգուեյի այսպես կգրե, ֆոլքները այսպես կգրե։ Այսպես կգրե։ Հա, դրա մասին էլ փոքր-ինչ կպատմեմ, բայց ասելիքս այն էր, որ եթե դու օրինակ անգլերեն իմացողները հիմա եթե ինձ լսում են հասկանան ինչ եմ ասում, ասենք քանտ բառն է, ովքեր գիտեն, որ CANT է գրվում, ապոստրոֆիով, ֆոլքները գրում է K-ով։ Այսինքն եթե դու այդ K-ով բառը փնտրես, ասես, «Էս ինչ է գրել, չեմ հասկանում բառարանում», քեզ ոչ մի բառարան չի օգնի, որովհետև այնպես ինչպես հնչեցնում է, ինքը այդպես գրում է։ Չի գրում բառը ինքնին իր տառերով ճշգրիտ, այլ գրում է ինչպես հնչում է, այսինքն K-ով, եւ դու պիտի հետո ես դու հասկանում, երբ մտնում ես խոսակցական շերտերի նրբերանգների մեջ, նոր հասկանում ես, որ չպիտի այն բառը փնտրես, դու պիտի հնչեցնես, բառը ինքնին գալու է, որովհետև դու անգլերեն գիտես, հասկանալու ես ինչ բառ է այստեղ, էլ չասեմ, որ մեծ նեղ համատեքստը կամ ավելի մեծ տեքստը քեզ կօգնի անցալելու։ Իսկ ինչ վերաբերում է ֆոլքներին եւ Հեմինգուեյին, կուզեի այդ փոքր միջադեպը պատմել, շատ եմ սիրում սա։ Ասում են ժամանակին ինձ թվում է նույնիսկ մի փոքր լեգենդ կա դրա, առասպելական ինչ որ բան կա, գուցե հորինված է, բայց կարծեմ թե նաեւ ճշմարտության հատիկ կա մեջը, ճանաչելով եւ ֆոլքներին եւ Հեմինգուեյին գրականության իմաստով եմ ասում։ Այո, նաեւ իրենց, որովհետեւ եթե մարդու գրականությունը գիտես, իրենց էլ ես ճանաչում։ Ասում են ժամանակին Ֆոլքները հերագիր է ուղարկել Հեմինգուեյին, ասելով, որ դու վախկոտ ես։ Զայրացած Հեմինգուեյը գրում է՝ դու ես վախկոտ, ես զինվոր եմ, ես պատերազմի մասնակից եմ, ես քաջ եմ, Ֆոլքները կատակով հերագրում է, որ ես նկատի ունեմ գրականության մեջ ես դու վախկոտ, որովհետև դու անում ես ամեն ինչ հրաշալի, բայց անում ես միայն այն, ինչ կարող ես հրաշալի անել։ Իսկ ես վախկոտ չեմ, ես չեմ վախենում չհաջողելուց, ձախողումից չեմ վախենում։ Ես մեծ մասամբ անում եմ այն, ինչը վստահ եմ 100%, որ պիտի ձախողեմ։ Եվ իսկապես ինքը իր Շառաչև Ցասուն վեպի մասին առաջինը ինքն է ասել, սա իմ մեծագույն ձախողանքն էր, մինչդեռ այսօր աշխարհը ծափեր է զարկում եւ գիտենք ինչքան բարձր է գնահատվում։ Մտածում եմ, որ իր լավագույն գործը դա է, իմ կարծիքով։ Տեսեք, իսկ ինքը ասել է իմ մեծագույն ձախողանքն էր սա, որովհետեւ գիտակցության մասին էլ հետաքրքիր էր ասում, օրինակ ասում էր, որ ծերունյուծովն էր լավագույնը, չէ՞, ստորքները, որտեղ ասում էր կտավ Աստծուն, որ հավասարապես սիրում էր եւ ձկանը եւ ծերունին։ Այո։ Ես միշտ Հրանտ Մաթեոսյանի կանաչ դաշտը համարում եմ այսպես Հեմինգուեյան պատկեր ամբողջովին, որովհետեւ մեր Հրանտ Մաթեոսյանը բաց չի թողնում ոչ ձիուն, ոչ էլ գայլին։ Այդ սերը, որ չէ, այդ կանաչ դաշտում այն մեկը իր գայլուկների համար էր պայքարում, ձինել իր ձիուկի համար էր եւ այդ ցավը, որ կանաչ դաշտն էլ ընկալենք որպես մեր կյանքը, կանաչ դաշտում իրար հոշոտում են, իրար ոչնչացնում են գայլն ու ձին, բայց հանուն ինչի են ուզում, երկուսն էլ ապրելու, գոյատևելու իրենց ձակուկների համար։ Նա ասում է, եթե չկարողանար այդ մսի կտորը, չէ,
պոկել տանել գայլուկները սովամահ էին լինելու, իսկ այստեղ էլ մայրձին էր եւ այնտեղ նայում էր այդ մի քանի օրական էր, եթե ճիշտ եմ հիշում կամ թեկուզամսական, ձախուկը նայում է թե ոնց է աչքի առաջ հոշոտվում մայրձին էլի։ Թարգմանությունից հեռացանք, բայց Հա, չէ, դե բայց գրական թարգմանության մասին խոսել եւ գրականությունից չխոսել անհեթեթ կլիներ։ Հիմա Ձեանա, որ ասենք գալիս են, ասենք սովորում են դարան 3-րդ կուրս, 4-րդ կուրս, արդեն ինչ որ մի բան թարգմանում են, չէ՞։ Դե հա, ասում եմ, այդքան թարգմանում են, որ մենք նաև հանդիպումներ ենք կազմակերպում այդ գրողների հետ, ասացի հայ ժամանակակից գրողների, արտասահմանյան գրողների հետ, օրինակ նախանցյալ տարի ես մեծ հանդիպում կազմակերպեցի պոետ Մասաչուսեթսի նահանգում ֆոլքներյան կենտրոնի տնօրեն Ռոբերտ Համբլինի հետ եւ իմ լավագույն խումբն էր այդ տարվա 4-րդ կուրսի 2 տարի առաջվա եւ ինքը հիացած էր իմ ուսանողների թարգմանություններով, ասում է ես հայերեն չեմ լսում, չեմ հասկանում, չգիտեմ ոչ մի բառ, բայց այդ ինչ մեղեդայնություն ունի ձեր լեզուն, մենք անգլերենից թարգմանել ենք եւ էլի իր հետ առցանց հանդիպում կազմակերպեցինք մոտ 1 ժամ եւ ինքը զրուցեց իմ ուսանողների հետ, վերջում էլ իհարկե սիրով նվիրեցինք այդ մինչեւ այսօր ես տեսնում եմ Facebook-յան տարածքում վտանգների մասին, որ ամենամեծ վտանգ արհեստական բանականության մուտքն է, որ նույնիսկ ասենք սցենարիստները Միացյալ Նահանգներում 2-3 տարի առաջ գործադուլ արեցին, չէ՞, դրա համար, որ արհեստական բանականությունը սնվել է իրենցից ու իրենց ուզում են փոխարինել արհեստական բանականությամբ։ Հիմա եթե սցենարիստներին այսպես այդ վտանգը սպառնում է, ուրեմն բոլոր գրողներին էլ, հա, այո, գրողներին էլ, թարգմանիչներին, այո, առավել եւս։ Ես հիմա նույնիսկ արդեն ես եւ իմ գործընկերները կարծում եմ, նաեւ ուսանողները իրենք էլ բախվում են այդ խնդրին։ Մենք մի փորձ արեցինք մի օր մեր դասերից մեկի ընթացքում, ուրեմն 4-րդ կուրսի շատ լավ խումբ ունեմ 4-րդ կուրսում, իմ ուսանողներին խնդրեցի, որ այն ստեղծագործությունը, որը թարգմանել ենք, գնահատել ենք, վերլուծել ենք, արժևորել ենք, նաև իրենք նիշեր են վաստակել եւ այլն, միավորներ, ասեցի հիմա թույլ տանք այո արհեստական բանականությունը թարգմանի եւ սկսեցինք ծիծաղել ամեն հատված երբ մենք կարդում էինք եւ մեր որևէ ուսանողի թարգմանած հատվածի հետ էինք համեմատում իհարկե տեսնում ենք որ շատ զավեշտական սխալներ անում դա նրանից է որ հայերենը դեռ արհեստական բանականությանը այն աստիճանի բարձր մակարդակով հասանելի չէ ինչպես անգլերենն է հասանելի ինչպես ֆրանսերենը գերմաներենը բայց եթե Փորձը ինչպեսին է, ֆրանսերենից անգլերեն ինչպես է թարգմանում։ Դե մենք լավ են թարգմանում, լավ են թարգմանում, այո, նույնիսկ ռուսերեն արդեն լավ է թարգմանում։ Եթե դուք փորձեք տալ, համեմատեք կտեսնեք, որ վատ թարգմանություն չէ, այսինքն ռուսերեն հայերենը վատ թարգմանություն չէ օրինակ։ Բայց մի ուրիշ վտանգ կա մեզ դասախոսներիս համար, որովհետև այսօր կարող ես հանձնարարությունը տալ ուսանողին, ուսանողը կարող է այդ հանձնարարությունը տալ ChatGPT-ին կամ արհեստական բանականությանը AI-ին ինքը հանգիստ նստել, վերցնում է, անում է copy paste, այսինքն արտագրում է, տեղադրում է իր հեռախոսի մեջ եւ գալիս է ներկայացնում է որպես տնային հանձնարարության կատարում։ Ավելին ասեմ, երբ դու էսե ակնարկ ես գրել տալիս եւ ուզում ես որ վերլուծական որևէ գրքի վերլուծություն ներկայացնի, ես ի վերջո 2 առարկա եմ դասավանդում, միայն գրական թարգմանություն չէ, նաեւ պրակտիկ անգլերեն եմ դասավանդում, որտեղ օրինակ այդպիսի ակնարկներ գրելը գրքերի մասին գրախոսություններ գրելը անգլերենով բնականաբար պարտադիր պայմաններից մեկն է։ Իրենք հանգիստ կարող են տալ եւ մեծ մասամբ իմ ուսանողները գիտեն, իմ նույնիսկ դեմքի արտահայտությունից գիտեն, որ ես կռահեցի, որ դա իրենցը չէ, որտեվ դու երբ արդեն մտնում ես լսարան, անցնում է 5 օր, դու գիտես ով է։ Նշանակություն չունի դու իրեն ասում ես դու 100-ի ես, 80-ի ես, թե 60-ի ես, այս նիշերով է որ հիմա մենք գնահատում ենք 60-ից սկսած մինչև 100 միավոր են վաստակում, թե դու հազիվ հասցնես 60-ի, մի օր ինքը կարող է բերել աշխատանք, որ դու եթե խիղճդ կորցնես ինքը 100-ի է, բայց իրենք գիտեն որ ես գիտեմ իրենք ինչքանի են։ Այո, իրենց գիտելիքը երբեմն իհարկե իմ սաստող հայացքից կարծում եմ ազդվում են եւ հասկանում են որ հարկ չկա, միևնույն
միևնույնն է ստել չի լինի, միևնույնն է հաջորդ դասին, երբ դու սկսես խոսել, ամեն բան պարզ կլինի, որովհետև արհեստական բանականությունը քո փոխարեն չի խոսելու, դու ես խոսելու, այդտեղ երևալու է քո անգլերեն իմացությունը եւ մակարդակը, բայց այդ թարգմանության խնդիրը արդեն շատ բարդ է ստուգել, կարող են որոշ բաներ փոխել եւ այդ փոփոխությունները կարող է դարձնել իբր իրենց ձեռագիրը։ Դե այդ բոլորն են։ Դա էլ կարող են անել, այո, նույնիսկ պրոֆեսիոնալ թարգմանիչները կարող են անել դա։ Տարբեր մասնագիտությունների մարդիկ հիմա օգտվում են դրանից, ասենք այո, բայց ես մի ուրիշ բան եմ ուզում ասել, ինքը շատ լավ գործիք է, եթե դու ազնիվ օգտագործես, շատ մեծ օգնական է եւ մեզ թարգմանիչներից համար եւ գրողներիս համար։ Տեսեք, այո, եթե ես որպես գրող ինչ որ բան էի ուզում փնտրել ժամանակին, իհարկե վերջին 15 տարիներին ես արդեն այդ Google-ով շատ հեշտ է ամեն բան գտնել, աղբյուրներից օգտվել։ Բայց հիմա այդ ChatGPT-ին կամ AI-ինքը, այսինքն արհեստական բանականությունը, ես փոքրիկ իրեն հրահանգ տամ, ինձ հարկավոր է այս տեղեկատվությունը, այսինչ մարդու, այսինչ կերպարի, այնքան մեծ տեղեկություններ ինձ կբերի, որ ես 5 րոպեում կանեմ այն, ինչ անում է ենթադրենք 5 օրում, ենթադրենք կամ 5 ամսում նույնիսկ։ Սրանով օգտակար է, բայց ազնվորեն օգտագործել։ Ես մտածում եմ, որ արհեստական բանականությունը բոլորին դարձնելու է ավելի ծույլ եւ չէ, մի խոսքով, հա, չեմ կարծում, բայց Ավիկով հետարքիրը ինչ գրքեր են դրանք։ Հա, սա իմ կանաչ մարգագետնի հմայքը վեբն է, որը 2020 թվականին է լույս տեսել։ Ինքը հայերենով ասում եմ հակաուտոպիական կամ դիստոպիան, ինչպես ասում են fantasy, իսկ սա անգլերեն չէ, սա ռումիներեն է, այս եմ ուղղակի տառերը, որտեղ Հա, ռումիներեն թարգմանությունն է այս վեբի, որը վերջերս լույս տեսել Ռումինիայում, Բուխարեստում, եւ ես պատիվ ունեի ներկալիներ իմ գրքի շնորհանդեսին Ռումինիայում 2025-ի հոկտեմբերին է լույս տեսել թարմ է եւ 2025-ի նոյեմբերի 18-ին հրաշալի շնորհանդես կազմակերպեց իմ հրատարակիչը ինտեգրալ հրատարակչությունն է հրատարակել Բուխարեստի եւ Կոստել Պոստոլակե տնօրենն է հրատարակչության թարգմանիչը ինձ շատ սիրելի Սարգիս Սելյանն է, որը ավստրալիաբնակ է, Ավստրալիայում է ապրում, բայց ինքը շատ հայերեն գործեր է, հայերեն գրականություն է թարգմանել ռումիներեն եւ այս ինտեգրալն էլ այսպիսի մի մեծ շարք է տպել վերջում, թե ինչ հայ գրականություն է թարգմանել, այդ թվում եւ ինձ համար շատ մեծ պատիվ է այսպիսի շարքում լինել, օրինակ Գուրգեն Մահարի է թարգմանել, օրինակ Վահագն Գրիգորյան է թարգմանել, Գուրգեն Խանջան եւ այլն, այս ցանկը պատվաբեր է եւ ես ուրախ եմ, որ իմ գրքի շնորհանդեսին ներկա էր Ռումինիայի գրողների միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, այսպես միշտ ասում եմ լեգենդար Մադլեն Գարագաշյանը թարգմանչուի, որը իմիջիալոց առաջինն է ինձ թարգմանել ռումիներեն շատ տարիներ առաջ։ Ես եմ շատ ուրախ, որ հյուրընկալեցի Դիանա Համբարձումյանին։ Շնորհակալ եմ։ Ես մտածում եմ, որ բոլոր դեպքերում արհեստական բանականությունը չի փոխարինի տաղանդավոր թարգմանիչներին։ Շնորհակալ եմ, Հուսանք, որ այո։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Դիանա Համբարձումյանի հետ զրուցեց Ստեփան Զաքարյանը, կհանդիպենք։ Շնորհակալություն։ Մասնագիտություն